Պարոն Նազարյան, արդյուն ենք նախաձեռնությամբ հանդես եկավ, նամակներ հանձնեցին պատգամավորներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնեն, դուք նշել էիք, որ չեք ուզում միանալ, ինչ բացատրություններ եք։ Ես նշել եմ, որ այն նախաձեռնությունները, որի հիմքում կանգնած է Էդգար Ղազարյանը, ես ոչ միայն չեմ միանում, այլ ընդհանրապես չեմ էլ քննարկում։ Անլուրջ մարդկանց անլուրջ առաջարկները, ինչի մասին էլ որ այն լինի, ես չեմ մասնակցում։ Ես նաև ասել էի, եթե նույնիսկ ֆանտազիայի ժանրից ՔՊ-ից 20 հոգի միանա Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը, ես չեմ միանա, միայն նրա պատճառով, որ դա Էդգար Ղազարյանն է հիմքում, որ այս մեր քաղաքական դաշտում նպաստեմ լրջության հաստատմանը, որովհետև հերիքա այսքան անլուրջ որ իրենք են այդ նախաձեռնությունը արել։ Ինքնին անլուրջ եւ անպատասխանատու մարդ է, որը եթե քաղաքականություն կա գործումը, դա արդեն իսկ վկայում է, որ Հայաստանում անլուրջ քաղաքական մթնոլորտ է։ Բայց միգուցե սա պատճառաբանություններ են, որպեսզի չմիանաք, պարոն Նազարյան։ Ինչին չմիանա։ Գործընթաց։ Որ գործընթացին։ Որն ուզում են իրենք մեկնարկել նամակները։ Ես հիշում եմ Էդգար Ղազարյանն ուզում էր մարդու իրավունքների պաշտպան դառնա, դրա համար անհարմար վիճակի մեջ գցեց Հայաստան խմբակցությանը։ Ես հիշում եմ, որ նա ուզում էր վարչապետ դառնա, դրա համար անհարմար դրության մեջ դրեց Հայաստան խմբակցությանը։ Ես չեմ ուզում, որ այլևս այս անլրջությունները շարունակվեն։ Առավել քան հստակ եմ ասում, Էդգար Ղազարյանը եւ նրա հետևում կանգնածները, եթե այդպիսի կան, շատ լավ գիտեն, որ իմպիչմենտի համար ինչ է հարկավոր, որը գոյություն չունի այսօր ազգային ժողովում։ Եթե այդ ձևով ցանկանում են փորձել վարկաբեկել Հայաստան խմբակցությանը, չի ստացվելու։ Բայց եթե երկու պատգամավոր միանա, այդ ժամանակ հնարավոր կլինի եւ այդ պատգամավորներից մեկը դուք եք։ Հնարավոր կլինի, ախր որպեսզի մեկնարկվի գործընթացը։ Իսկ ինչ մեկնարկի, որ ինչ լինի, որ տապալվի, Ինչու պետք է, ինչու եք կարծում, որ կտապալվի։ Լավ գիտեք, չէ՞, գտեք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից մեկ պատգամավոր, որը ձեզ հարցազրույց կտա եւ կասի, որ կմիանա այդ նախաձեռնությանը։ Ասում են, եթե գործընթացը մեկնարկվի, լայն, այսպես համախմբում լինի ժողովրդական, փողոցային պայքար լինի, այդ ժամանակ հնարավոր է, որ Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղա լիներ, ես նրան քեռի կասեի։ Դե լավ, էլի էս ինչքան էլի էս անլուրջ գործընթացները էլի, ինչքան էլի։ Ես էս 4 տարի անդադ ասում եմ ժողովուրդ, եկեք լրջանանք, գոնե պատերազմից հետո լրջանանք, չէ, չենք լրջանալու։ Բայց դուք բացառում եք, որ ժողովրդական մեծ համախմբում լիներ ԿՊ-ից, ԿՊ պատգամավորներից միանային գործընթացը։ Էլի ասում եք, եթե մայիսի սկսվի, որ հետո ընթացքում ասում մայիսի 9-ին շատ մեծ համախմբում է ժողովրդական Բագրատ Սրբազանը տարբեր գնահատականներով 40-ից 70 հազար մարդ էր հավաքի Հանրապետության հրապարակում։ Հետո Եվ ինչու չեղավ։ Այս արդեն մենք մտնում ենք այլ դաշտ եւ մենք այսօր դրա մասին չենք խոսում։ Այդ մասին մենք կարող ենք 3 ժամ նստել ու քննել։ Այսինքն եթե գործընթացը այլ մարդիկ նախաձեռնեն, հնարավոր է դուք մասնակցեիք։ Այլ մարդիկ կոնկրետ ասեմ, կոնկրետ եթե շատ իմ կողմից հարգված լուրջ մարդիկ լինեն, ես առաջին շարքերում կլինեմ։ Բայց պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները, ղեկավարը նշել է, որ աջակցում են այդ գործընթացին։ Ես բոլորի ասածները, հայտարարությունները շատ ուշադիր կարդացել եմ։ Շատ ուշադիր կարդացել եմ ու տխրել եմ, որ ինչ են ասում իրենք, որովհետև փոխանակ իմ նման պարզ ասեն, մենք անլրջությանը չենք մասնակցում, այսպես, որ եւ այլն։ Բայց եթե իսկապես ասում եք չի հաջողվի, ի՞նչն է խանգարում, որպեսզի գործընթացը մեկնարկվեր, հետո տեսնեն ինչ կլինի։ Որ ինչ լինի, որ հետո իրանց մութ անկյունում նստած, ակնոցավոր կամ անակնոցավոր, գանգուր մազերով կամ ճաղատ, տաղանդաշատ կոմբինատորները սկսեն ծիծաղել այս կամ այն վարչապետի տեխնացուի վրա, այդ եք ուզում։ Ես գիտեմ իրանց նպատակը որն է, որ հանկարծ համոզեն Հայաստան խմբակցությունը ընկնի ստորագրություններ հավաքի պետք է վարչապետի տեխնացու է, չէ, որ մեկ է թիրախավորեն 51 վարչապետի տեխնացու, լավ Տեխնացուի հարցում ինչու չկա միջև հիմա որևէ համաձայնություն, ինչ եք կարծում։ Ինչ ում միջև պետք է համաձայնություն։ Երկու ընդդիմադիր ուժերի միջև եւ տեխնացու չի առաջադրվում։ Այս դեպքում ինչպես է Փաշինյանը։
ինչ իրավիճակ է, ինչ իրականություն է, դուք ասում եք ինչ միասնական տեխնացու երբեք չի լինելու, որովհետև այդ դաշտը միասնական չի, բոլոր օբյեկտիվ ու ոչ օբյեկտիվ պատճառներով։ Միասնական չի այդ դաշտը, ո՞նց կարա միասնական տեխնացու լինի։ Բայց մինչև հիմա չի առաջադրվել, որ հասկանալի լինի արդյոք համաձայն են թե ոչ։ Դուք գտեք Էդգար Ղազարյանից բացի մի անլուրջ մարդ, որը համաձայնվի լինել մի գործընթացում վարչապետի տեխնացու, որը դեռ չսկսած տապալված է։ Չկա տենց բան, չէ՞։ Բա ինձանից ինչ եք ուզում։ Ինձանից նեղանում եք, որ ես ճիշտն եմ ասում։ Ես հարցնում եմ ինչու եք այդքան թերահավատորեն վերաբերվում։ Ես վերաբերվում։ ազատ եմ խմբակցության հետ կապված, որ կարող է ինչ-որ մեկի կարծիքը չկիսեմ, ես ազատ խոսում եմ եւ ազատ ասում եմ ճշմարտությունը, որի իրավունքը չունեմ չասելու։ Ես պետք է բացատրեմ, ասեմ մարդկանց եւ այլն։ Մարդկանց հերիքա խափեն, հերիքա միմոսությամբ զբաղվեն։ Այդ դեպքում ինչ ճանապարհով պետք է Փաշինյանին հեռացվի, եթե այս ճանապարհը դուք անիրատեսական եք տեսնում։ Նեղություն էլի, այդ որ անդադ ասում եք Փաշինյանը հեռացվի, Փաշինյանը հեռացվի։ Փաշինյանին հեռացնելու երկու ճանապարհ կա։ Մեկը համաժողովրդական համախմբում, որ Փաշինյանը հասկանա, որ աջակիցների թիվը, ասենք, այնքան քիչ է, որ այս ճնշման տակ ճիշտը հրաժարական տալնա, երկրորդ տարբերակը հերթական ընտրություններն են։ Այսքան բան։ Օրակարգի շուրջ միգուցե հավաքվեին այդ մարդիկ, երբ որ օրակարգ ներկայացվի ընդդիմությունը։ Մեր Բագրատ Սրտանում տեսնեմ, որ գործընթացներ է ծավալում։ Խազանից ավելի հոգևոր կերպար, որը լայն համախմբում փորձեր անել, այդ մարդուն ես այս պահին չեմ տեսնում։ Եթե նրա մոտ նրան էլ չհաջողվեց այդ համախմբումը իրականացնել, չի համախմբվում ժողովուրդը։ Տեսնում են, ասենք, վայ, այս մարդը Սերժ Սարգսյանի ընկերն է, Սերժ Սարգսյանի մորքուրի տղան է, Սերժ Սարգսյանի հետ աշխատել է, արդեն լայն զանգվածների հոսքը դեպի հրապարակ կանգ է առնում։ Ես այդ օրինակը մի անգամ բերել եմ։ Ջուրը ուզում ենք թափենք, ջուրը շշի մեջի Նիկոլ Փաշինյան, չես կարող թափել, միջև այդ վերևի այդ ինչ են ասում, այդ կափարիչը, ինչա չհանես, այդ կափարիչը Սերժ Սարգսյանն է ու իր կողմնակից։ Հենց ժողովուրդը տեսնում է Սերժ Սարգսյանին, տեսնում է Սերժ Սարգսյանին խոսալուց, տեսնում է Սերժ Սարգսյանի ընկերոջը խոսալուց, Ռոբերտ Քոչարյանին։ տեսնում է Սերժ, ես կրկնում եմ Սերժ Սարգսյանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղել է վերջին անգամ 2008 թվականի ապրիլի 7-ին, որին շատերը միջև հիմա շատ նոր սերունդը չի էլ հիշում։ Ես գնացի նիստի։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդու տպավ։ Համաձայն չեմ իր հետ եւ ես կարծում եմ Ալեն Սիմոնյանը մի օր կհասկանա, որ սխալ է։ Իսկ ինչու է այդ դեպքում նման հայտարարություններ հնչում, բավականին ծանր մեղադրանք է հնչեցվում։ Ինչու՞ չեն, եթե այդպիսի կասկածներ ունի իշխանությունը, ազգային ժողովի նախագահը, գործընթացներ չեն հաջորդում։ Գիտեք, հիմա էմոցիոնալ հայտարարություն է, ու ամեն քաղաքական գործի չեն, կարող են իրենց այդպիսի հայտարարություն։ Բայց դա լուրջ մեղադրանք է, ռուսական շպիոնի կարգավիճակ։ Ասում են ինձ թվում է, որ եւ այլն, դե հիմա մի օր կարող է թվա, որ չի թվում։ Ես վստահ եմ, որ շատ շուտով Ալեն Սիմոնյանը իր վերլուծություններով, եզրահանգումներով, փաստական տվյալների համադրումներով կհասկանա, որ ինքը սխալվել է եւ այդ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը եզակի պետական գործիչներից։ Հնարավորություններ ունի նա վերընտրվելու, կարծում եք, ընտրություններին։ Ուրեմն նա էլ ունի հնարավորություն, դուք էլ ունեք հնարավորություն, առաջադրում եք ձեր թե իհարկե հավասար է, անկեղծ հավասար, առաջադրում եք, աջակիցները ձեզ օգնում են եւ տեսնում ենք ով կարող է ընտրվել։ Պարոն Ազարյան, նաև Նոր-Նորքի թաղապետի պահվածքին դուք ինչ գնահատական կտաք եւ այն հանգամանքի, որ նա շարունակում է պաշտոնավարել։ Խայտառակություն, դա գնահատական չպետք է տալ։ Դա խայտառակություն էր, ամոթ էր։ Ես այդ պահին ամաչեցի այդ կադրերը տեսնեմ, էլ ինչ գնահատական տամ։ Այդ գնահատականի չի։ Եվ ես կարծում եմ, որ նա շուտով պաշտոնանք կարվի։ Ինչու՞ միջև հիմա պաշտոնանք չի արվել։ Կարծում եք 5-6 օր է անցել է։ Մեր քաղաքական դաշտը անլուրջ է։ Պատճառը դա է։ Նրա այդ քայլից հետո առաջինը պետք է զանգեր Ավինյանը, ասեր ընկեր ջան, գիտեմ քեզ սադրեցին, դու սադրվեցիր, բայց դու էլ իրավունք չունես աշխատելու այդ պաշտոնում։ Վերջ։
Հանրապետություն կուսակցությունը կոալիցիա է կազմում եւ այդպես հայտարարությունները պաշտպանող էին սկզբում, կարծում եք նաեւ մտավախությունն է իշխանությունը, որ չնեղացնի նրանց, որովհետեւ առաջիկայում համապետական ընտրություններ են, նրանք աջակցելու են իշխանությանը։ Չեմ կարծում, որովհետեւ եկեք անկեղծ ասենք Արամ Սարգսյանի վարկանիշը ինչքան է, որ Նիկոլ Փաշինյանը պետքա դա անհանգստացնի։ Չեմ կարծում։ Ալեն Սիմոնյանն այսօր ասում էր, որ 50 գումարած ձայն են ստանալու եւ իրենք վստահ են, որ հաստատ ժողովուրդը իրենց հանդրել։ Պարոն Սիմոնյանի հետ առիթ ունեցել այդ մասին խոսել ենք, ես ասել եմ, որ չի կարելի ընտրություններից մի տարի առաջ այդքան վստահ ու ավելի ճիշտ այդքան ինքնավստահ լինել։ Ես իրեն բացատրել եմ, որ մեղմ ասած ֆանտաստիկ աշխատանք պետք է կատարի քաղաքացիական պայմանագիրը, որ իր ասածին մոտենան։ Այս լարվածությունը ինչով է պայմանավորված այսքան իշխանության եւ ընդդիմության միջեւ, մասնավորապես իշխանության միջեւ, որովհետեւ ավելի ակնհայտ է դարձել։ Հայկական հիվանդություններից ընտրություններն է, հեսա կտենակ առաջիկա մնացել է ուղիղ մի տարի մի ամիս ընտրություններին, չէ՞։ Դուք կտեսնեք ինչ հուզիչ տեսարաններ են մեզ սպասվում։ Բոլորը մարդկանց ցույց են տալու, որ իրանք ամենահայրենասերն էին, ամենաարցախասերն են, չգիտեմ, պարկեշտն են, ամենախիզախն են, կարող եք այդ ծեծկրտուքի հերթական դրսևորումները տեսնենք այստեղ կամ այնտեղ։ Ես ցավոք սրտի այդ կանխատեսում եմ, որ այստեղ իրականությունն է մեզ սպասում։ Եվ ինչ պատկեր կլինի խորհրդանում, կարծում եք։ Խորհրդանում կախված է այս մի տարի եւ ներքին եւ արտաքին շատ իրադարձ։ Պարոն Ազարյան, ձեզ հարց հնչեցվեց, թե արդյոք հնարավոր Հայաստան խմբակցությանը հետագայում, եթե ներկայացվեն Հայաստան դաշինքին միանակ կամ քաղաքացիական պայմանագրին, դուք պատասխան չտվեցիք ընտրությունների ժամանակ։ Հիմա կարող եք հերքել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դուք երբեք չեք միանա։ Ոչ, ես նման հերքումներ, բնդումներ ես չեմ կարող անել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ իրավիճակը այնպես է փոխվում, որ դու հայտնվում ես այստեղ կամ այնտեղ հանուն պետության, հանուն ազգի։ Ես գիտեմ, ես ասելու եմ, այսա նշանակում էր, որ հայ քաղաքացիական պայմանագրից առաջարկ է, ոչ մի առաջարկ չկա, ոչ մի քննարկում չկա։ Ես ուղղակի այս հայտարարությամբ ուզում եմ բոլորին օգնեմ, որ իրանց այդ կաշկանդվածությանը շատ նայություն, ինչ որ մեկը փողոցի մի անկյունում հայոյանք է դրել, որ ով միանա սենց, իսկ կներեք, ինչի մենակ այս երկրում, այս աշխարհում միակ մեղավորը քաղաքացիական պայմանագիրն է, բա ասենք Արամ Սարգսյանը, բա հանրապետական կուսակցությունը հեչ մեղավոր չեն եղել, ընդհանրապես մեղավոր չեն եղել։ Այդ որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է եղել, մասնավորապես Արցախի հետ կապված։ Եվ շատ քիչ մարդիկ են երբեմն տեղյակ լինում, թե ինչ են պայմանավորում բանակցությունները։ Տեսեք, ասեմ, ես անդադ բարձրաձայնել եմ այն հարցում ու նորից եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մեղքը, մեղավորությունը դա այն էր, որ ինքը հնարավորություն ուներ կանխել պատերազմը, բայց դա չի արել։ Պատճառները կապ չունի ինչի չի արել եւ ինքը ավելի քան 1 տարի առաջ ընդունեց, որ այո, չասեց իհարկե անվանական որ գեղամը ճիշտ է, բայց ասեց որ այո եւ ինձ թվում էր, որ այդ հայտարարությունից ես հետո դուրս եմ գալու ազգային ժողովից եւ տեսնելու եմ ամբողջ երկիրը ազգային ժողովի առաջնա Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներում, բայց պարզվեց չէ, կոչանող էլ չեղավ, գիտեք ինչու, որովհետեւ որևէ մեկին ձեռնտու չի այդ հարցի քննարկումը, որովհետեւ բոլորն էլ իրենց հերթին Նիկոլ Փաշինյանին տրվել են իրականությանը ոչ համապատասխան գնահատականներ ու վերլուծություններ Հայաստանի տարածաշրջանի եւ հայկական բանակի մասով։ Թող եզրակացությունը հայտնի է։ Ես իմ հանձնաժողովը ստեղծել եմ, իմ հանձնաժողովը վաղուց իր աշխատանքները ավարտել է, ես ամեն ինչ գիտեմ, շատ բաներ գիտեմ եւ իմաստ էլ չունի հիմա այդ մասին խոսելը, ես ուղղակի ծնողներին մենակ ցավ կավելացնեմ։ Փաշինյանը միակ մեղավորը չէ ձեր վերլուծության։ Իհարկե միակ, ես մեղավոր է։ Իհարկե ասում եմ, եթե ասում եմ միակ մեղավորը չի, դա նշանակում է ինքը մեղավոր է, բայց միակը չի ու միակ գլխավոր մեղավորը չի։
Հիմա դուք չեք բացառում, որ հնարավոր է իրենց ուժով մասնակցեք, եթե պետականությանը համար դա օգուտ կտա։ Ինչ օգուտ պետք է տա, պարոն Նազարյան, պետականության։ Այս պահին այդ մասին ընտրությունների ես չեմ ուզում խոսել, եթե ավելի լուրջ, որովհետև ընտրություններին դեռ մի տարի մի ամիս ժամանակ կա, ես նախորդ պատասխանս տվեցի միայն նրա համար, որ այդ տաբուները փորձեմ ջնջել այս քաղաքական դաշտից, որովհետև ինչ-որ մեկը, ինչ-որ քայլ է ուզում անել ու միանգամից դուք միանալու եք քաղաքացիական պայմանագրին, ինչու եք այդ հարցը տալիս էլի, ասենք թե միանալու է, հետո, իսկ ինչի չեք հարցնում, ասենք դուք այս ինչի միանալու եք, որը այս իրարարքների պատճառով երկիրն ու պետությունը հասել է այս վիճակին, բայց ձեզ չի անհանգստացնում, ինչ մթնոլորտ էր երկրում, ինչ էր կատարվում երկրում, երբ որ սկսած գեներալներից վերջացրած դպրոցի ուսուցիչներ ունեցանք մի խայտառակ անորակ մակարդակ, այդ ինչ էր կատարվում երկրում, Մարսից գալիս թաքուն օպերացիաներին, ասենք Մարսի իշխանի դուստերներ գնում դպրոցի տնօրեն աշխատելու, թե ինչ-որ մեկի եղբոր տղան էր գնում գեներալ դառնում Վեներայից ուղարկված, բայց այդ Հայաստանի Հանրապետությանը 2018 թվականի մայիսին ինչի ստեղծվել։ Հիմա այսքան պարտություններից հետո դուք ճիշտ եք համարում, որ քաղաքացիական պայմանագիրը 3-րդ անգամ վերընտրվի, որ ասում եք, եթե պետության համար պետք լինի կմիանամ։ Համարում ես ի սկզբանե ասել եմ, որ սա աննորմալություն է, բայց կա մի ավելի մեծ օրինաչափություն։ Բացառում, որ կարող եք միանալ։ Բացառում, չէ, միանալուն, չէ, ես ասում եմ այդ մասին, իմ երազանքն է, եթե անկեղծ եք ուզում ասել, իմ երազանքն է, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ես գնամ ինչ-որ ուրիշ գործով զբաղվեմ, անկեղծ եմ ասում, իմ մեծագույն ցանկությունը դա է, բայց այն մարդիկ կան, քաղաքական դաշտում մարդիկ կան, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանը վերադառնա միջպատերազմյան մթնոլորտին, հոգեբանական վիճակին, ինչա, իմ համար անթույլատրելի է, ես դրա դեմ եմ պայքարում, այսինքն Հադեր ուժերի նկատի ունենք։ Բոլորը, եկեք լավ դե պատերազմ եղավ բան, եկեք հա լավ, ինչ լավ է Նիկոլի կերպարը շատ հարմար, Նիկոլը մեղավորը, այ որ Նիկոլը չլներ վարչապետ, մենք Բաքուն կգրավեինք, եթե Բաքուն չգրավեինք, գոնե Գանձակը կգրավեինք, Ադրբեջանն կլներ մեզնից վասալական կախման մեջ մտնող կիսանկախ իշխանություն։ Փորձում են այս մթնոլորտը ստեղծել, փորձում են նորից այդ սուտը, կեղծիքը, հեքիաթասացությունը, այդ զզվելի իրականությունը վերադարձնել Հայաստան ու բախտի բերմամբ թե պատահմամբ մի օր էլ հայտնվեն թախտին ու շարունակեն նույնը։ Գեղեցիկ ավտոմեքենաներ, գեղեցիկ տներ, գեղեցիկ ասֆալտներ, այն ինչ որ այսօր քաղաքացիական պայմանագրի շատ ներկայացուցիչներ անունով են քաղաքացիական պայմանագիր, իրանք իրականում նախկին այն իշխանության մասնիկն են, որին ժողովուրդը մերժեց, չէ, ձգտում նոր ավտոմեքենայի, նոր տների, նոր դիմադիր ուժի պատգամավոր, որոնք նախկիններն են եղել եւ քննադատվում են հենց ժողովրդի կողմից։ Ներողություն, ես այդ ուժի մաս չեմ կազմել։ Հայաստան խմբակցության մասին։ Հայաստանը նախկին իշխանություն չի եղել։ Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում։ Ռոբերտ Քոչարյանը Դաշինքի ղեկավարն է, առաջնորդը։ Ես ձեզ նորից եմ հիշեցնում։ Մի հատ գումարում հան Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ եղել է 1998 թվականից մինչև 2008 թվականը։ Եղել է շատ հաջողված նախագահ, որի ժամանակ Հայաստանի տնտեսությունը միայն աճել է, սահմաններն էլ եղել են համեմատ։ Բայց Հայաստան դաշինքի առաջնորդն է նաև։ Հա, բայց ես ասում եմ Ռոբերտ Քոչարյանը նախկին իշխանություն չի։ Նախկին իշխանությունը դա Սերժ Սարգսյանի իշխանությունն է։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին իշխանություն է։ Կարեն Դեմիրճյանը նախկին իշխանություն է։ Չէ, նախկին իշխանությունն նա է, որ ումից հետո անցել է իշխանությունը ինչ-որ մեկին։ Այն նախկին ու ներկան դա է, թե չէ, հիմա կարող ասենք Տիգրան Մեծն է։ Հայաստան խմբակցությունն էլ հնարավոր է միանաք կամ դաշինքին ուժին։ Կմիանամ 2-3 հոգի կա, որ երբեք չեմ միանա, որովհետև մնացածին բոլորին կմիանամ, բոլորին։
Ով Օրինակ Հանրապետություն կուսակցությանը կմիանա։ Ոչ, ասեցիք մի 2-3 կա, որ սկզբունքորեն չեմ միանա, էլի։ Գնաց։